Սկսենք թերևս այն նախընտրական աժոտաժից, որ մեկնարկել է, քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, իսկ դուք խոսում եք անկեղծության, ազնվության մասին, այդ բացը հատկապես որտեղ եք նկատում։ Իմ երեկվա գրառումից եք հասկացում հարցերը, հասկացա։ Բացը ամենտեղ եմ նկատում, եթե ինքս եմ կոչանում լինել ազնիվ, ապա օրինակներ ծառայել եմ հատկապես կալանքից դուրս գալուց հետո եւ հիմա էլ այդ օրինակներն ուզում լինել ազնվության, կարծում եմ, որ քանիցս ասել եմ, ընտրությունները օրացուցային քաղաքական միջոցառում են, որոնք տեղի են ունենալու վաղ թե ուշ, ամանորի նման կամ ապրիլի 7-ի նման, դա օրացույց է, դա տեղի է ունենալու եւ դրան պատրաստվելուն զուգահեռ ինձ համար մի քիչ տարակուսել է, որ այնուհանդերձ առաջին պլանում քաղաքական օրակարգում այս պահին որպես հավաքական ընդդիմության օրակարգ չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են հավուր պատշաճի բարձր մակարդակյա, չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են առաքելական եկեղեցու պաշտպանությունը նիկոլական հարձակումներից, ինչպիսին է քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, ինչպիսին է Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ հյուսվող գեոպոլիտիկ սարդոստայնի գնալով ավելի խտացող վտանգները եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք ընտրությունների ենք պատրաստվում ձևակերպման զուգահեռ այնուհանդերձ պահանջում են առաջնահերթ գործողություններ, որովհետեւ կարող է ընտրությունները լինեն այն պահին, որ արդեն ուշ լինի։ Կարող է, այո, Արցախն էլ է խոսույցից դուրս եկել ու բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք որ ես չեմ կարող բացատրեմ, կամ եթե ինձ բացատրում են, ես չեմ կարողանում համակերպվել այդ բացատրության հետ, թե ինչու ընտրություններին պատրաստվելը զուգակցվում է, այսպես ասած, օպերատիվ քաղաքական հիշողության ծավալի նվազումով կամ առնվազն ինտենսիվության անկմամբ։ Պարոն Աշոտյան, մենք մի ճշգրտում էլի, դուք ասում եք միավորման կարևորությունը ընդդիմության ներսում միանալու միասնության կարևորությունը։ Բոլորը կարծեք այդ շեշտադրումները սկսել են անել, բայց այդպես էլ մենք միավորման ազնիվ խոսում ենք։ Նախ եկեք բառապաշարը հստակեցնենք, հա, որտեղ միավորումը մի բան է, միասնությունը այլ բան է։ Եվ այստեղ Գրիգորի Չիսականջը կանչի, բայց սա գալուստիզմ չէ, սա իրականում այդպես է, մի բան միավորումն է, մի բանը միասնությունն է։ Միասնությունը կարող է լինել առանց միավորման, երբ որ ընդդիմադիր դաշտը գալիս է ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի, որոշակի սկզբունքների շուրջ։ Միավորումը ուրիշ բանի մասին է, միավորումը միասնական քաղաքական ցուցակի եւ այլ, այսպես ասած, թիմավորման մասին է, որի անհրաժեշտությունը բնականաբար չկա եւ մյուս կողմից էլ իհարկե պետքա ֆիքսել այդ մյուս ծայրահեղության վտանգը ձայների փոշիացման մասով, սա նույնպես պետքա ֆիքսել, դա արդար եւ ազնիվ մտահոգություն է։ Հիմա օրինակ բերեմ ձեզ, օրինակ, մի քանի օր առաջ երկրորդ նախագահ ասուլիս է տալիս եւ ասում է, որ ինքը կողմ է օրինակ քարոզչական հրադադարի կամ ավելի ճիշտ հակաքարոզչական հրադադարի, բառացի չեմ ասում, իմաստն եմ փոխածում, ինչի էություն այն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն իրար հարվածել եւ կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Շատ լավ։ Ընդունեցի երկրորդ նախագահի գնահատականը եւ մոտեցումը։ Միաժամանակ տառացիորեն 3 երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչներ, կոնկրետ մեկ ներկայացուցիչ, խոսքը չի գնում, գիտեք, արդեն գարշահոտություն տարածող տելեգրամյան ալիքների կամ գազազած ֆեյքերի բանակի մասին խոսքը գնում է կոնկրետ մարդու մասին, որ իրեն վերլուծաբան է դիրքավորում, ով որ հայտնվում է առաջատար ԶԼՄ-ից մեկի տաղավարում ու 40 րոպեի ընթացքում 2 անգամ հանիրավի եւ անհարկի անվանարկում է եւ կպնում է հանրապետականին։ Հիմա մենք ինչ հասկանանք այս ամեն ինչից, հա։ Երկրորդ նախագահի թիմակիցը չի ենթարկվում երկրորդ նախագահի վատ է։ Եթե թիմակիցը չի ենթարկվում, բավաղը միսօր ավելի մեծ քաղաքական հասարակական զանգվածներ ոնց են ենթարկվելու։ Երկրորդ նախագահի թիմակիցը չի լսել երկրորդ նախագահի ասուլիսը։ Վատ է, որտեղ եթե թիմակիցը չի լսում ասուլիսը եւ չի հասկանում ինչի մասին է խոսքը, դա լավ բանի մասին չի խոսում թիմի ներսում։ Մյուս տարբերակը նախագահը մի բան է ասում իր թիմակիցները ուրիշ բան, էլի վատ է, որովհետեւ ստացվում է, որ այստեղ գալիս են իմ հարցին ազնվություն չկա։ Եվ սա վառ օրինակ է, ավելի բաց ասեմ, ես այդ երեկվա հարցազրույցից հետո գրեցի, որ ազնվության պակաս կա։ Եկեք անենք այն, ինչ որ ասում ենք, եւ խոսենք այն նրա մասին, ինչ որ անում ենք։
եւ խոսքի եւ գործի միջև չլինի այն խորը անդունդը, որը որ հիասթափեցնում է ոչ միայն ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարներին, ինչպիսին օրինակ հանրապետականն է, այդ հələ ոչինչ հիասթափեցնում է հասարակությանը, ինչի իրավունքը հատկապես այն ուժերը, որոնց ուշք ու միտքը արդեն բացառապես ընտրություններն են, զուտ էլեկտորալ տեսակետից շահ եւ իրավունք չունեն այդպես վարվելու։ Պարոն Աշոտյան, դուք խոսեցիք ձայների փոշիացման մասին, նշելով, որ դա շատ կարևոր է։ Ներկա պահին այն ուժերը, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին, ում եք համարում, որոնց եք համարում, որ ունակ են ձայներ Ես համարում եմ, որ դա արդիական հարց է, բայց այդ հարցի պատասխանը առնվազն իմ շուրթերից կոռեկտ չէ, որովհետև ես մենք քիչ ենք, բայց մեզ հանրապետական են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում։ Հետևաբար իմանալով եւ մեր արժանինքները բազում եւ որոշ մարդկային թուլություններ ներելի որպես կանոն այլևս ես կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարի իմ գործընկերների մասին, որոնց մի մասը ընկերներ են հրապարակավ խոսելու։ Կարծում եմ դա իրենց թիմերի եւ քաղաքական վերլուծաբանների հարցն է մատնանշել հարցեր, եթե կարիք լինի անձնական զրույցներում խոսել, կխոսեմ, բայց կներեք ինքս ասեցի եւ ինքս եմ ուզում շարունակել, այսօր առավոտյան արթնացանք, այսպես ասած, զարհուրելի հերթական լուրով Արշակ Սրբազանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգել է։ Դա պարզապես խայտառակություն է այդ զավեշտի գործը։ Երբ որ կողքը դնում ես այդ ԵԽԽՎ մոնիտորինգային զեկույցի վերջերս հրապարակածները, դա պարզապես ու արդեն չես զարմանում, թե լավ, այսպես ասեմ, երբեք այդ խորհրդարանական ձևաչափի հայերեն հապավման մեջ այդքան խեները արդարացված չեն եղել։ Շատ տեղին է այդ ԵԽԽ աբրևիատուրան հաշվի առնելով իրենց կույր, համր եւ խուլ վիճակը ներկայիս քաղաքական խայտառակ իրավիճակին Հայաստանում։ Պետք է շարունակել իրենց հանդեպ ճնշումներ գործադրել միանշանակ։ Ինչ հույսով, առնվազն այն հույսով, որ վաղը մյուս օր որևէ մեկ այլևս չգա իմ երկիր ու չփորձի ինձ բարոյականության կամ մարդու իրավունքների կամ սկզբունքների կամ արժեքների դասեր տալ։ Ես այդ դասերը եւ իմ ընկերները անկախ քաղաքական ճամբարներից տարբեր ընկերներ եւ սրբազաններ եւ լրագրողներ եւ քաղաքապետեր եւ շարքային քաղաքացիներ այդ դասերը մենք կարող ենք տալ։ Եվրոպական կառույցները Հայաստանում կորցրել են եւ ոչ միայն եվրոպական արևմտյան կառույցները Հայաստանում կորցրել են բարոյական հիմքը իրավունքը այլևս մեզ որևէ նման հարցերով դասեր տալ։